Thank you first and foremost to you for coming today, but also to People Meter for the invitation. Շնորհակալություն ախ եւ առանց ձեզ որ այսօր ժամանեցիք մամլո ասուլիսին եւ շնորհակալություն People Meter մամլո ակումբին. As you know, this is the only press club in Yerevan where I regularly and always agree to give press conference. Եթե դու գիտեք, սա երևի միակ մամլո ակումբն է Երևանում, որտեղ ես մեծ հաճույքով եւ շարունակաբար համաձայնություն եմ տալիս մամլո ասուլիսներ տալ. Ms. Arzumanyan is both professional but also accommodating. Տիկին Արզումանյանը շատ պրոֆեսիոնալ է եւ շատ սիրալիր այս հարցում. But the topic today is looking at regional developments prior to the Vilnius summit. Բայց այսօրվա մեր հիմնական թեման կլինի տարածաշրջանային զարգացումները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ. So I would like to cover several major points concerning both Armenia, Georgia, and Azerbaijan. Ուստի ես կցանկանայի խոսել մի քանի կարևոր հարցերի մասին, որոնք վերաբերում են Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին. In many ways, geopolitics is a reflection of geography and position. Շատ դեպքերում աշխարհաքաղաքականությունը աշխարհագրության եւ դիրքի մասին է. For Armenia, even more so, as a small state living in a very unstable neighborhood. Սա նույնիսկ ավելի շատ է վերաբերում Հայաստանին, որպես փոքր երկիր, ունենալով շատ անկայուն հարևաններ. In a general sense, Armenia's advantage is offering something that no other neighboring country offers. Ընդհանրորեն Հայաստանի առավելությունը կայանում է նրանում, որ Հայաստանը մի բան է առաջարկում, ոչ են առաջարկում մնացած այլ հարևանները. Stability. Կայունություն. If we look at each of Armenia's neighbors, from the south in Iran to east and west with Azerbaijan and Turkey and even to Georgia, Armenia is a more stable country. Եթե մենք նայենք Հայաստանի հարևաններին, հարավում Իրան, արևելքում Ադրբեջան, արևմուտքում Թուրքիա եւ նույնիսկ հյուսիսում Վրաստանը, ապա կտեսնենք, որ Հայաստանը առավել կայուն երկիր է. But that advantage is now in danger of being lost. Սակայն այս առավելությունը վտանգի տակ է, կորստի վտանգի տակ է. Turning to developments in Armenia, we are still talking about the so-called customs union. Վերադառնալով Հայաստանում տեղնեցող զարգացումներին, մենք դեռևս խոսում ենք այսպես կոչված մաքսային միության մասին. The reason we're still talking about it is that the Armenian president has still not explained the details behind this decision. Այն պատճառը, որ մենք խոսում ենք դրա մասին, այն է, որ Հայաստանի նախագահը դեռևս չի կարողացել բացատրել այս որոշման հանգամանքները. The second reason is that Russia is doing little to actually explain how and when Armenia is to join the customs union. Երկրորդ պատճառն է, որ Ռուսաստանը շատ քիչ բան է անում բացատրելու, թե ինչպես եւ երբ Հայաստանը կարողանա անդամակցել մաքսային միությանը. The third reason, unfortunately, that we're still talking about this is that no one in Armenia really knows what's behind this decision. Եվ երրորդ պատճառը, ինչի ենք մենք խոսում այս հարցի մասին, դա այն է, որ Հայաստանում գրեթե ոչ ոք չգիտի այս որոշման հանգամանքների մասին. My point is not only in what I see as a mistake and a missed opportunity. Խնդիրը չի վերաբերում նրան, որ ես անձնապես համարում եմ որպես սխալ եւ կորցրած հնարավորություն. But more importantly, the way the decision was handled reveals a deeper problem. Սակայն այն փաստը, թե ինչպես այս որոշումը կայացվեց, մի ավելի մեծ խնդիր է բացահայտում. As recent interviews in Arminfo and 168 JAM have reported, there is a flawed decision-making process here. Ինչպես վերջին իմ հարցազրույցները Arminfo-ում եւ 168 JAM-ում բացահայտեցին, այս որոշման հետ շատ մի բան այն չէ. And I thought you guys would like the free publicity. Եվ որպես հանրային ոլորտ ներկայացուցիչներ. But my point is we need to elevate and deepen the discourse and debate over our future in this country. Իմ խնդիրը այստեղ այն է, մեր խնդիրը այստեղ այն պետք է լինի, որ մենք կարողանանք քննարկումների եւ դեբատների մակարդակը բարձրացնել այս թեմայի շուրջ. But because we've been talking about the customs union for actually too long, բայց քանի որ մենք մաքսային միության մասին բավական երկար ժամանակ է ինչ խոսում ենք, let me focus on recent new developments. Թույլտվեք կենտրոնանալ ավելի վերջին զարգացումների վրա. Interestingly, both Belarus and Kazakhstan are not easily in favor of Armenia potentially joining the customs union. Հետաքրքրական է, որ ինչպես Բելարուսը, այնպես էլ Ղազախստանը այնքան էլ հակված չեն Հայաստանին ընդունել մաքսային միության շարքերը. The second new development that we haven't talked about is the economic impact on Armenia. Երկրորդ կարևոր զարգացումը եւ նոր զարգացումը, որի մասին մենք դեռ չենք խոսել, դա Հայաստանի վրա տնտեսական ազդեցությունն է.
We all know that the Armenian Prime Minister and the Armenian government were quite happy in this Euro bond financial arrangement. Մենք բոլորս ասենք, որ Հայաստանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը բավականին ուրախ եւ երջանիկ էին այսպես կոչված այս եվրոբոնդերի խնդրի հետ կապված։ What's interesting, though, is the impact on investment in Armenia will be negative. Հետաքրքրական այստեղ այն է, որ Հայաստանում ներդրումների վրա սա կունենա բացասական ազդեցություն։ Much of the investors in Armenia's Euro bond offering were based on the assumption that Armenia would initial the association agreement with the European Union. Բոլոր այն ներդրողները, որոնք Հայաստանին տվեցին այդ եվրոբոնդերը, իրենց հաշվարկները կառուցված են այն ընկալման վրա, որ Հայաստանը կնախաստորագրի Վիլնյուսում ասոցիացիան պայմանագիրը։ In other words, investors were more interested in investing in a country like Armenia with deeper ties to the European Union, not investing in a country that was going to join the customs union. Այլ կերպ ասած, ներդրողները ցանկանում էին ներդրումներ անել այնպիսի մի երկրում, որ ավելի սերտ կապեր ունենա Եվրոպայի եվրոպական միության հետ, քան թե այնպիսի երկրում, որ ավելի խոր եւ սերտ կապեր ունի մաքսային միության պետությունների հետ։ Third, what's also interesting is, in many ways, we're not sure that Armenia will join the customs union. Երրորդ եւ հետաքրքրական է այն հանգամանքը, որ մենք դեռևս վստահ չենք, որ Հայաստանը կանդամակցի մաքսային միությանը։ The presidential meeting between Russian President Vladimir Vladimirovich Putin and Serge Asadovich Sargsyan in Moscow on September 3rd. Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի միջև եղած հանդիպումը That meeting was more to have Armenia to say no to Europe and much less about saying yes to the customs union. Այդ հանդիպումը հիմնականում ուղղված էր նրան, որ Հայաստանը ոչ ասի եվրոպական միությանը, այլ եւ ավելի քիչ ուղղված էր նրան, որ Հայաստանը այո ասի մաքսային միությանը։ In other words, from a Russian perspective, the benefit of Armenia saying no to Europe was more important. Այլ կերպ ասած, Ռուսաստանի հեռանկարի տեսանկյունից, որ շատ ավելի շահավետ էր, որ Հայաստանը ասի ոչ եվրոպական միությանը։ Armenian President Sargsyan is a chess player. Therefore, let's use the lexicon of chess. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շախմատ սիրող անձնավորություն է եւ այս առումով եկեք օգտագործենք շախմատային լեքսիկոնը։ Armenia was the sacrificial pawn on the chessboard because it was more about Ukraine, not Armenia. Հայաստանը շախմատի տախտակի վրա զոհաբերված զինվոր էր, որովհետև այս առումով խոսքը վերաբերում էր Ուկրաինային ավելի շատ։ Unfortunately, Armenia in this context is still a pawn and not a knight or a bishop or a rook. Դժբախտաբար այս առումով Հայաստանը դեռևս շախմատի տախտակի վրա զինվոր է, այլ ոչ թե օրինակ ձի կամ ուրեմն Այդ ավելի կարևոր դեղ բաներ է, էլի։ այլ ավելի կարևոր դիրք չի գրավում շախմատի Բաները չգիտենք։ շախմատի ուրեմն տախտակի վրա։ Այսինքն մեր իմաստը հասկանում եք? Okay, good. Merci. But at the same time, if it's not really about the customs union, what are the benefits coming to Armenia from Russia? It's unclear. Եթե խոսում ենք մաքսային միության մասին, ապա դեռևս հստակ չէ թե ինչ շահեր կունենա Հայաստանը եւ ինչ օգուտներ կունենա Հայաստանը Ռուսաստանից։ My final point is it's also an insult to Armenian sovereignty. Եվ իմ վերջնական միտքը այն է, որ սա վիրավորանք է, ուղղակի վիրավորանք է Հայաստանի ինքնիշխանության համար։ In other words, the problem is not the Armenian-Russian relationship. Իրականում այստեղ խնդիրը հայ-ռուսական հարաբերությունները չեն։ It's important. Դրանք կարևոր են իհարկե։ Even Armenian Americans like me, Rafi or Vardan, can understand that Armenian-Russian relations are important. Նույնիսկ իմ Վարդանի եւ Ռաֆիի նման ամերիկահայերը հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են։ The criticism is the nature of the relationship, the asymmetry, the lack of balance and respect. Քննադատությունը այստեղ վերաբերվում է հարաբերությունների բնույթին, համաչափության պակասին, հարգանքի եւ վստահության պակասին։ It also means that the Armenian economy will become much more hostage or dependent on the economies of Russia, Belarus and Kazakhstan. Սա նաև նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը այսպես ասած պատանդ կդառնա Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի տնտեսություններին։ But in terms of regional developments, we have presidential elections coming on Sunday in Georgia.
Բայց վերադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշենք, որ Կիրակի օրը մենք ունենք նախագահական ընտրություններ Վրաստանում։ Even with this decision in Moscow on September 3rd, Armenia is in a stronger position in terms of regional position. Տարածաշրջանային առումով նույնիսկ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո Հայաստանը տարածաշրջանային ավելի բարենպաստ եւ ուժեղ դիրքերում է գտնվում։ The current Prime Minister of Georgia and the next President of Georgia represents a government that needs Armenia more than before. Վրաստանի ներկայիս վարչապետը եւ Վրաստանի հաջորդ նախագահը ստիպված կլինեն ընդունել, որ Հայաստանի կարիքը նրանք ավելի շատ ունեն, քան նախկինում։ The problem, however, is without the customs union, Armenia remains a member of the Eastern Partnership. Խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ նույնիսկ առանց մաքսային միության Հայաստանը մնում է արևելյան գործընկերության ծրագրի անդամ։ And if we look at the Eastern Partnership, there are now two different categories of countries. Եվ եթե մենք նայում ենք արևելյան գործընկերության ծրագրին, ապա կտեսնենք երկու խումբ պետություններ այնտեղ։ Ukraine, Georgia, and Moldova seem set on initialing or signing association agreements. Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան կարծես թե պատրաստվում են նախասրագրել Վիլնյուսյան արձանագրությունները։ Armenia has stepped backwards and joined such wonderful countries as Azerbaijan and Belarus as being not interested in association agreements. Հայաստանը հետ քայլ կատարեց եւ միացավ այնպիսի հրաշալի երկրների, ինչպիսիք են Բելարուսը եւ Ադրբեջանը, որոնք չեն ցանկանում նախասրագրել Վիլնյուսյան արձանագրությունները։ The third major regional development was the recent inauguration of President Ilham Aliyev. Երրորդ հետաքրքիր տարածաշրջանային զարգացումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երթնակալությունն է։ Terevez Gerlang Sultan Teneng, բայց ոչինչ. What's most interesting about the third term of Ilham Aliyev is not how it happened or how he got to position because of genetics. Նախագահ Ալիևի երրորդ պաշտոնավարման հետ կապված հետաքրքիր այն չէ, թե ինչպես նա դարձավ երրորդ անգամ նախագահ եւ ինչպես նա ժառանգեց իր նախագահությունը իր հորից։ Because don't forget, Ilham Aliyev's only qualification for president was being born to his parents. Որովհետեւ պետք չէ մոռանալ, որ նախագահ Ալիևի միակ համապատասխանությունը նախագահական պաշտոնին այն էր, որ նա ծնվել էր այդ ընտանիքում։ The important thing about Ilham Aliyev as the third term president, though, is what comes next. Իլհամ Ալիևի երրորդ նախագահական պաշտոնավարման առումով հետաքրքրական այն է, թե ինչ կհաջորդի դրան։ He's young and without limits on his power. Նա երիտասարդ է եւ իր ուժը եւ կարողությունները չունեն սահմաններ։ Այսինքն հարցում ունես հիմա կամ Okay, then shoot Gverchanam, wait a minute. Okay. My point here in terms of regional developments prior to Vilnius, there is a lot changing. Իմ ցանկանում ասել, որ մինչև Վիլնյուսյան գագաթնաժողովը տարածաշրջանային առումով մենք կարող ենք տեսնել բավականին շատ փոփոխություններ։ Just as Armenia has an inherent advantage in being more stable than any of its neighbors, ինչպես Հայաստանը բնատուր առավելություն ունի, քանի որ իր հարևաններից առավել կայուն է, that advantage is also now a challenge. Այդ առավելությունը այժմ դարձել է մարտահրավեր։ Because the world around us is changing quickly. Armenia needs to keep up. Որովհետև աշխարհը մեր շուրջ շատ արագ է փոխվում եւ Հայաստանը պետք է հասցնի այդ փոփոխություններին։ Whether it's demonstrations in Turkey, whether it's elections in both Azerbaijan and Georgia, or the US-Iranian dialogue. Լինի դա դեմոնստրացիաները եւ ցույցերը Թուրքիայում, ընտրությունները Վրաստանում կամ Ադրբեջանում, թե լինի դա ամերիկյան-իրանական բանակցությունները։ These are challenges but also opportunities for Armenia and for Armenian foreign policy. Սրանք մարտահրավերներ, բայց նաեւ հնարավորություններ են Հայաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։